Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, մինչ հարցս տալը ուզում եմ նաև քանի որ առաջինը հարցն ուղղել հնարավորություն ունեցա, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել խաղաղության պայմանագրի գործընթացը այս փուլին բերելու համար, որովհետև ակնհայտ է, որ 30 տարիների դժվար պատմություն ունեցող երկու պետությունների համար վերջին 1 տարում երկու հիմնարար փաստաթղթերի շուրջ կոնսենսուսի գալը շատ մեծ նվաճում է եւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ աղմուկի մեջ թերագնահատվել է այն ձեռքբերումը, որը Հայաստանի Հանրապետությունը իր դիվանագիտական ջանքերով հասել է, խոսքը գնում է թե սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի ընդունման, վավերացման եւ միմյանց փոխանցման վերաբերյալ եւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու եւ այս խոսքում ուզեմ նաեւ շնորհակալություն հայտնել անվտանգության խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր ջանք եւ եռանդ չեն խնայել, որպեսզի այս արդյունքը գրանցվի։ Իսկ հարցս մասնավորապես վերաբերում է 3 տեղի ունեցած խոսակցությանը, պարոն վարչապետ, ձեր եւ պետքարտուղարի Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև, որտեղ որ ամերիկյան կողմի հայտարարության մեջ նաեւ երևաց այն ուրեմն նվիրվածությունը, որը կա ռազմավարական գործընկերության կոնտեքստում, որովհետեւ կար այն վախը կամ թերհավատությունը, որ ռազմավարության կանոնադրությունը վավերացվել է հեռացող վարչակազմի հետ եւ այն կարող է նույնչափ կարեւոր չլինել նոր ընտրված վարչակազմի համար։ 3 տեղի ունեցել հեռախոսազրույցը, եթե կարող եք մանրամասն հաղորդեք հանրության այդ հեռախոսազրույցի մասին։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հարցի համար։ Հեռախոսազրույցի ըստ էության առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումն էր եւ արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել գործող վարչակազմի համար Միացյալ Նահանգների եւ մեր դեպքում էլ բնականաբար այդ նույն արձանագրումը կար եւ իհարկե երկրորդ հատվածը կամ թեման խոսակցության տարածաշրջանային իրավիճակն է եղել եւ մասնավորապես խաղաղության գործընթացը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումը արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը եւ նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները այդպիսով հաջողությամբ ավարտելը եւ երկուսն այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Ընդհանուր առմամբ սա թերևս այս բովանդակությունը նաեւ արտահայտված է հաղորդագրություններում։ Իհարկե նաև փոխադարձաբար կարևորել ենք եւ արձանագրել ենք, որ առավել եւս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ եւ պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Արձագանք Շնորհակալ եմ պարոն վարչապետ տեղեկատվության համար, թվում է թե հանրության ուշադրությունից վրիպեց կամ շատ չքննարկվեց նաև Մարգարեի անցակետի բացման հանգամանքը, ժամանակավոր բացման հանգամանքը, կարող է արդյոք սա որևէ չափավոր լավատեսություններ շնչել, արդեն իսկ զարգացող հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, որովհետև կրկին չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տարիներին ակնհայտորեն լավարկվել են հարաբերությունները
այն իմաստով, որ կան շփումներ, գուցե դրանք վերջնական արդյունքը կամ կանխատեսելի մեզ համար կանխատեսելի արդյունք չեն տվել, բայց մի քանի դրվագ առանձին ինձ ամենայն դեպս լավատեսություն է ներշնչում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման կոնտեքստում, կխնդրեի նաև ձեր դիտարկումն այս մասով։ Շնորհակալ եմ, Մարգարյանի անցակետը բացվել է սահմանային կետը Սիրիա հումանիտար օգնության շարասյան անցման համար եւ այսքանով տեղի ունեցած աննախադեպ չէ, որովհետեւ նաեւ արդեն իսկ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, հունվարին նույնպես անցակետը բացվել է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից ուղարկվող հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա երկրաշարժի գոտի եւ այդ առումով կարծում եմ իհարկե կարևոր իրադարձություն է, բայց նկատի ունեմ աննախադեպ չէ եւ ես չէի ուզենա մենք այդ իրադարձության իհարկե իրադարձությունը թերագնահատենք, բայց մյուս կողմից չէի ցանկանա, որ մեր գերագնահատենք։ Ուրիշ հանգամանք կա, որը կարծում եմ արժանի է առանձնահատուկ ուշադրության, որը այդ դեպքում վստահ չէ, որ այդ ուշադրությանը մենք արժանացրել ենք կամ մեր հանրությունը արժանացրել է, այն որ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մուտքի եւ ելքի բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո եւ սա չափազանց կարևոր իրադարձություն է եւ որը արժի ընդգծել եւ ես նաեւ այս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար եւ գոհունակությունս արտահայտել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթը իրականացնել։ Շնորհակալ եմ։